Քարից մինչև թուփ, թփից մինչև քաղցրահամ խաղող։ Խաղողի ճանապարհը դեպի 1 գավաթ գինի անցնում է հսկայական պարիսպներով պատված այս տարածքներով։ Հենց այստեղ է, որ հայոց հողն ու ջուրը, պատմությունն ու մարդկային կամքը վերածնունդ են տալիս հայկական գինեգործությանը։ Մինչև 2007 թվականը այժմյան Արմասի տեղանքում կային միայն ամայի խաղողի ու ցորենի վաղուց լքված դաշտեր պատված ապառաժներով ու քարերով։ Գինեգործական համալիրի կառուցման վայրը որոշելուց հետո տնօրենից մինչև գյուղացի միահամուռ ուժերով մաքրեցին տարածքը քարերից ու տնկեցին առաջին շիվերը։ Ամեն ինչ հնարավոր է վերաօգտագործել, անգամ կամքը։ Առաջնորդվելով այս սկզբունքով Արմասն այսօր ներկայանում է ոչ միայն հայազգին, այլև աշխարհին։ Գործարանն արդեն որերորդ անգամ է իր հարկի տակ է համախմբում բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են հայկական գինեգործությամբ։ Այս տարվա առաջին հյուրերը TEDx Երևան թիմի անդամներն էին։ Արմասի պատմությունը հյուրերին ներկայացրեց հենց տնօրենը, ով պատմության կերտման գլխավոր մասնակիցներից է։ Ծովի մակարդակից 1400 մետր բարձրության վրա գտնվելով հյուրերը հնարավորություն ստացան տեսնելու մոտ 200 հեկտար տարածությամբ խաղողի այգիները։ Հենց այս այգիներից էլ խաղողը հասնում է գործարան։ Ճիշտ մշակված աշխատանքը ամեն մի մանրուքի կարևորության գնահատումն ու ներկայացումը, դժվարությունների առջև կանգ չառնելն ու դրանցից դաս քաղելն է, որ գործանի տնօրենի կարծիքով ճանապարհ է հարթում դեպի հաջող ու որակյալ արտադրանք, որն էլ իր հերթին գնահատվում է։ Շատ դուրս եկավ ճիշտ ասած գործարանով այս տուրը, շատ ուրախ եմ, որ հենց մեր Հայաստանում հենց կարևոր գործ է արվում, որ մեր հենց տեղի ռեսուրսները օգտագործվում են։ Հյուրերն Արմասի մառանում շրջելուց հետո ճանապարհը շարունակեցին դեպի համտեսի սրահ։ Համապատասխան մշակում, հնեցում ու շշալցում անցած 6 տեսակի գինիները ներկայացվեցին նրանց դատին։ Երբ որ հյուրեր ենք ունենում, ներկայացնում ենք մեր արտակարգ տեղական սորտերը, որովհետև աննման սորտեր ունենք, որ հույսով ենք, որ ժամանակի ընթացքում ամբողջ աշխարհով մեկ կճանաչվի, նաև իրանց ողջևորում ենք Հայաստանի գինեգործության ոլորտի վերածնունդի մասին։ Իրոք it is the renaissance of Armenian wine։ Ոլորտի զարգացումը ոչ միայն նպաստելու է գինեգործության համար, բայց բնականաբար туриզմի եւ ամենակարևորը գյուղատնտեսության։ Այսօր գործարանում աշխատում է 200 եւ ավելի աշխատակից։ Այստեղ սկզբնական շրջանում աշխատել ենք քար ու ցուցարիչների մեջ, աշխատում են շուրջ 4 մոտակա գյուղերից, բոլորը մեկ մարդու նման, իհարկե նրանք էլ ազնիվ ձևով քրտնաջան աշխատանքով քարից հող ենք ստեղծել։ Հիմա վայելում ենք բերքն ու բարիքը։ 6 յուրահատուկ գինի, 7 միջազգային մրցանակ, որոնցից 3-ը տվել են աշխարհի ամենաճանաչված գինու մասնագետները։ Հայկական գինու ներկայացումը Եվրոպայի երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում, հայկական շուկայում սեփական տեղի ամրապնդում, աշխատատեղերի ստեղծում, туриզմի զարգացում եւ սա դեռ ամենը չէ։ Արմասի դռները բաց են բոլորի առջև եւ ցանկացողները այսուհետ կարող են սեփական աչքերով վայելել հայկական գինու ճանապարհն ու իրենց հանգիստը Արմասի աշխարհում։ Մարիամ Փոքրիկյան, Արայիկ Շահբազյան, Arnews։